Նրանք ովքեր որ կամենում են որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, ես ասացի լսեք, եթե դուք Նիկոլ Փաշինյանին այդքան մեղքեր եք ներկայացնում, այդքան օրինախախտումներ եք ներկայացնում, դուք պարզապես իրավունք չունեք խոսելու միայն հեռանալու մասին, որտեղ իրավական պետության մեջ գործած ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար պատասխանատվություն է ենթադրում, այլապես մենք կհասնենք այդպես կամայական վերաբերմունքի եւ նշեցի հատկապես այն, որ Նիկոլ Փաշինյանը, ես մարդկանցից կրկին ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ տալ այդ անձի անունը, ես ավելի հաճախ օգտագործում եմ մեր ազգային խայտարակությունը, թույլ է տվել կառավարությունը վերածել կամ իր հետ աշխատող մարդկանց դարձնել կոռուպցիոն հանցավոր խմբի անդամ։ Եվ դա հիմնավորում եմ հետևյալ կերպ։ Գոյություն ունի սահմանադրական օրենք կուսակցությունների մասին։ Այդ օրենքը պահանջում է կուսակցությունների ստացված հանրագրերը, դիմումները հատուկ քննարկման ենթարկել, նշված է, բացառիկ դեպքի ընդհանրապես դիմումը պիտի քննարկվի, բայց այս դեպքում նշված է։ Եվ քանի որ 4 անգամ Նիկոլ Փաշինյանը 5 անգամ մենք փոխանցել ենք սահմանադրության նախագիծ պետական կառույցի եւ դա միտումնավոր կերպով չի քննարկվել, պարտակվել է, տեղի ունեցել իշխանության չարաշահում օրենքի խախտման ճանապարհով։ Այսինքն եթե դուք ուզում եք որ Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ նրան ասում եք դու դավաճան ես դրա համար պիտի հեռանաս, երբ փաստաթղթ ներկայացնում ես փաստեր, ինքն էլ ասում է մենակ ես չեմ եղել պաշտպանության գործերում, ունեմ եւ այլ բերում է ցուցակ, դուք էլ այս եք արել, դուք էլ այն եք արել, բայց այս դեպքում խոսքը վերաբերում է կոնկրետ իրեն, դա իրավական ճանապարհն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ եթե հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը փորձում է խուսանավել, պահանջելով, որ գիտեք, երբ դու հաղորդում ես ներկայացնում հանցագործության վերաբերյալ, դու հաղորդումը ներկայացրիր, նրանք պետք է քննեն։ Սա քաղաքացիական վարույթ չէ, որ դու փաստերը ներկայացնես։ Բայց նա ինձնից պահանջեց փաստեր, ես էլ փաստը հետևյալն է, տվել ենք դիմում, ստուգեք, քննարկվել է, եթե հանկարծած են քննարկվել է, ըստ նորմատիվ ակտի իրենք պարտավոր էին քննարկել հրապարակավ։ Նույնիսկ դրվագ չէ, կոնկրետ մեկ գործողություն, որը անմիջականորեն, որտեղ մի քանի դրվագ կա այդտեղ, առաջին անձամբ իրեն է տրված եղել, երկրորդը արդեն խմբի կողմից տարբեր կուսակցությունների եւ դա ունեցել է շատ ծանր հետևանքներ։ Եթե ժամանակին օրինակ 18 թվականին իր ստացած, նույնիսկ 20 թվականի սկզբին, երբ հանձնաժողովին տրվեց փաստաթղթ քննարկվեր, ապա դա անպայման կընդունվեր։ Ընդունվելու դեպքում աշխարհում եք սկսեին խոսել, որ հայերը գտել են ժողովրդավարության, կատարյալ ժողովրդավարության բանաձև եւ դա փորձում են կյանքի կոչել իրենց հայրենիքում։ Շատ հնարավոր է, որ Հայաստանը շուտով դառնա կամ Հայաստանը արդեն ունի բացարձակ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դառնալու հիմնավոր ապացույցներ։ Եվ դա գիտեք շատ մեծ կանխող դեր կատարեր, որովհետև քաղաքակիրթ աշխարհը այսօր ճիշտ է իրենք շատ հաճախ խախտում են եւ իրենց համակարգերը այնքան էլ կատարյալ ժողովրդավարական չեն, բայց իրենք չեն կարող չընդունել։ Այսինքն դա տվեց մեծ բարոյաքաղաքական վնաս եւ շատ մեծ նյութական վնաս, որովհետև մոտ 500 միլիոն դրամ կամուն է տրվել սահմանադրական բարեփոխումների անվան տակ։ Այլ փաստեր էլ կան, բայց ես այսօր դա եմ ներկայացնում ու դրան պատասխանել ուղղակի հնարավոր չի։ Դատախազը, պատկերացրեք, ես ստիպված եղա Հանրապետության գլխավոր դատախազին տեղեկացնել, որ ինքը համարվում է ոչ միայն կոռուպցիոն խմբի անդամ, այլ նաև փորձում է դառնալ դրա հովանավորը, մինչդեռ ինքը պարտավոր էր արձագանքել։ Գիտեք, եւ այս դեպքում են չի, որ 100,000 մարդ պիտի փողոց դուրս գա։ 100 հոգով գնում ասում ես դու ստացել ես հաղորդում, ընթացք չես տվել։ Եթե դու զբաղվում ես պետութենական գործունեությամբ, մարդիկ կան, որ դեռևս չունեն այն գիտակցությունը, որ հասկանան, որ ամենակարևոր գործը պետութենական գործունեությունն է, քաղաքական գործունեությունը, որովհետև պետությունն է քո գործիքը, եւ դու ուզում ես այդ պետության մեջ ներդնել քո քաղաքական ուժերը, որպես կանոն զբաղվում են իրենց ծրագրերը ներկայացնելով, հետո այդ ծրագրերը իրականացնելու համար իշխանության լծակների տիրանալով։ Երբ իշխանության լծակների տիրացածները փորձում են փակել մյուսների ճանապարհը, բոլոր քաղաքական ուժերի առաջ մի խնդիր է ծագում։ Ոմանք փակում են ապօրինի սահմանադրությամբ, այսինքն կեղծիքներով եւ պարտադրանքով ընդունված սահմանադրական լծակներով, ոմանք իրենց պետական արդեն համակարգում ունեցած իշխանական լծակներով, այստեղ խնդիրները այնքան բազմազան չեն։ Խոսքը վերաբերում է տարբեր քաղաքական ուժերի իրենց պարտականությունները կատարելու
հնարավորությունների ստեղծմանը։ Ես պարզեցնում եմ։ Եթե դու պետութենական ուժ ես, քաղաքական ուժ ես, պետութենական նշանակում է կամ քաղաքական, քաղաք բառը այստեղ Երևան քաղաք կամ Գյումրի քաղաք չի նշանակում, քաղաքը քաղաք պետությունն է։ Ուրեմն պետութենական բառը ես պատահական չէ որ օգտագործում եմ, դու ուզում ես պետութենական համակարգում քո ներդրումը ունենալ։ Բայց երբեմն դա օրինակ մեր մոտ դա շատ ընդգծված է, որովհետև երբ մենք ասում ենք անկախություն հանրաքվեի ճանապարհով եւ մեր ժողովրդին բերեցինք այդ հաղթանակը, այնտեղ մենք չէինք երևում։ Անկախություն հանրաքվեի ճանապարհով, բայց ոչ թե մենք գանք իշխանության, որ Հայաստանը անկախանա։ Այսօր իրավիճակը այլ է, այսօր քաղաքական ուժերը ստիպված են, պետութենական ուժերը ստիպված են ասել, երբ մենք գանք իշխանության, կիրականացնենք այս։ Հիմա ԱԻՄ-ը նույն կերպ շարունակում է նաև համոզում է մյուսներին, որ գլխավոր խնդիրը քաղաքացուն երկրի տերը դարձնելն է, որովհետև երբ քաղաքացիներն են, ժողովուրդն է իրապես տերը, ոչ թե խոսքով, այլ իրապես, այսինքն սահմանադրությամբ ամրագրված համակարգով։ Այդ դեպքում բնական է, որ դրական առաջարկները արագ ընթաց կստանան։ Թե չէ տեսեք, մենք ունենք իշխանություն, հյուսիս-հարավ ճանապարհի մի հատվածը 7 տարի է իշխանություն են, չէ, եւ գույքահարկերն էլ դարձրին անթույլատրելի մակարդակի բարձր։ Բայց այդ ճանապարհը չեն կառուցում։ 7 տարվա ընթացքում մետրոյի կիսակառույց մի կայարան չկարողացան բացել, որովհետեւ իրենք զբաղված են միայն իրենց հասկանալի խնդիրներով։ Ես չեմ ուզում ասել, որ ողջ էությամբ նրանք ճարիք են եղել, բայց երբ պետության ղեկավարությունը դառնում է կոռուպցիոն հանցախումբ, դա այսօր անհարարկելի է։ Իրենք ամեն ինչի մասին կարող ես ասել անուշադիր են, գերիների նկատմամբ անտարբեր են, Արցախը իրենք բերում են պատասխաններ, բայց այստեղ պատասխան չունեն։ Իրենք կոռուպցիոն հանցախումբ են։ Աշխարհից գումարներ են ստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, բայց Նիկոլ Փաշինյան կոչված ազգային խայտառակությունը այդ պետական համակարգն է դարձրել իր գլխավորությամբ կոռուպցիոն համակարգ։ Մարդ որ ասում է ես եմ կառավարությունը, վերջացավ, դա հազանգ է աշխարհի համար։ Մարդ որ դատավորին կարող է SMS գրել, ասին դատավորներին վերահսկող կառույցի ղեկավարին ուղարկել կարճ հաղորդագրություն եւ ասել ասին մենք տեսնում ենք այդ բոլորը, բայց երբ փաստերով է ապացուցում օրինական հիմնավորմամբ, դա դառնում է խնդիրների իրավական լուծման գործելակերպ։ Երբ քրիստոնեությունը սկսեց տարածվել եւ նրա այսինքն ընդունվեց որպես կրոն, նա չկարողացավ կանխել մարդկային գործոնը, ձգտումները, գործոնը, դրական ու բացասական գործոնները։ Այստեղ մենք հավաքվելիս չենք շեշտադրում, թե հատկապես ով ինչ ակնկալիքներ ունի, ենթադրելով, որ ամեն մարդ ազատ է երազել, ինչ որ ինքը կամենում է։ Մենք այս ազգային խայտառակությունը չենք, որ արգելի հայ մարդկանց երազել հայկական արժեքների մասին, դրանց հայկական իրավունքների վերականգնման։ Տեսեք, իր համար իրավունք բառը գոյություն չունի, արդարություն բառը գոյություն չունի։ Մենք այստեղ հավաքվում ենք հաշվի առնելով, որ բոլորս էլ յուրովի երջանիկ լինելու իրավունքը եւ այդ իրավունքից օգտվելու իրավունքը նույնպես ունենք, հավաքվում ենք եւ չենք խորանում, թե ով հատկապես ինչ ակնկալիք ունի, բայց նկատել եմ, որ բոլորը շեշտադրում են հատկապես երկու հոգի, երկու պատգամավոր մոտեցան ինձ եւ առաջարկեցին դառնալ իրենց ոչ միայն իրենց, այլ միասնական տեխնացու վարչապետի, ես ասի, ես այդպեսի մտադրություն չունեմ, բայց ինձ հետաքրքրում էր ինչի են միանում։ Ուրեմն հիշելով ձեր միավորիչ դերը 96 թվականին, հասկանում եք, ես խոսքը 30 տարի առաջվա դեպքերի մասն է, բայց իրենք հիշում են, որ այն ժամանակ Հայդիկյանը կարողացավ զոհաբերել իր տեխնացությունը, որպեսզի կայանա միասնություն։ Իսկ դա քաղաքականության մեջ շատ տեղի ունեցող բան չի, որ ակնհայտ ընդդիմադիր գլխավոր տեխնացուն հանում է իր տեխնացությունը։ Երևի այդ գործոնը հաշվի առնելով, բայց ինձ համար ամենևին անակնկալ չի լինի, եթե այդ կլոր սեղաններից դրա համար էլ կլոր սեղան է կոչվում, չի կոչվում, ասենք դաշինք կամ կուսակցություն, այլ կլոր սեղան։ Ինչ որ մեկն ասի, ես այլևս չեմ գալիս, որովհետև իմ հույսերը չարտարացան։ Իր խնդիրն է ինքը գնա իր ճանապարհով, իսկ հնարավոր է նաև հակառակը, որ այդ կլոր սեղանին մասնակցող մոտավորապես 8-9 քաղաքական ուժ կան կլոր սեղաններից մեկի մասնակիցների թվում, կարող է այդ քաղաքական ուժերի, ասենք, կեսը համաձայնության կան գնան նաև նախընտրականի։ Այո, հնարավոր է նաև գժտություններ, հնարավոր է նաև հատուկ կազմակերպված, որտեղ դա բաց կառույց է, ով ուզում է կարող է գալ, այսինքն այո, սադրանքներ նույնպես հնարավոր են ու մենք
Ես դրան հանգիստ եմ նայում, ինչ որտեղ նայում եմ վերևից ու ինձ հնարավորություն է տալիս, գիտենք, մեծ նպատակների արկայությունն է այդպիսի հանգիստ վերաբերմունքի թելադրում, որովհետև երբ երկար ճանապարհ ես անցել ու տեսել ես, որ թվում էր թե անհնարին է, ինչ անկախություն, ինչ հանրաքվե սովետի պայմաններում, բայց ի վերջո դրան հասանք, չկարողացանք ստիպել, որ Գորբաչովը, ես վերջնականն եմ ասում, օրենք ընդունի հանրաքվեի մասին։ Նույնը այսօր, եթե մենք հավատում ենք, գիտեք իմ գլխավոր խնդիրը, ես ինչու ժամանակին ինքնորոշման գաղափարին հանգեցի, որովհետև կարծում եմ բոլոր հայերը իմ նման մարդիկ են։ Եվ մեզ խանգարող միակ բանն այն է, որ ազատություն չունենք։ Եթե մենք հասնենք ինքնորոշման իրավունքի ներդրմանը, կիրառմանը, ասում եմ վերջ, մենք բոլոր խնդիրները կլուծենք լավագույն ձևով։ Հիմա էլ նույն ինքնորոշման խնդիրն է դրված հանրային կյանքում։ Եվ այդ հավաքների ընթացքում հասկանում եմ, որ ամեն մարդ նույնպես պետք է ինքնորոշվի իր դրական կամ ոչ այնքան դրական արժե համակարգով։